Մի հարց եմ ուզում, էլի ձեզ ուղղեմ դրա հետ կապված։ Ընդհանրապես ասած, այո, այն որ մենք ռազմավարական մտածողության տեսանկյունից չենք փայլում, դա հայտնի է։ Նույնիսկ ձեր ամբիոնի նիստը պարտադիր չէր անել, որպեսզի ըստ էության այդ ճշմարտությունը մենք բանանենք, ընդհակառակը մենք հաճախ ենք ասում, այ մենք թուրքերի պես դիվանագիտություն չունենք, իրականում չհասկանալը, որ խոսքը ոչ թե դիվանագիտության մասն է, այլ ռազմավարության մասն է, որ իրանք մտածում են շատ երկարաժամկետ ժամանակային հորիզոններով, հաճախ հարյուրամյակներով, իսկ մենք մտածում ենք օրով, շաբաթով, լավագույն դեպքում գուցե մեկ ամսով, բայց ոչ ավելի հեռու։ Բայց ի վերջո պետք է կարողանանք կոտրենք, չէ՞, կոտրենք այդ բանը եւ փորձենք այո, մեր ռազմավարական հորիզոնը գոնե տարիների կամ տասնամյակների ունեք դեղատոմս, ինչից է պետք սկսել։ Կոտրելը լավ մեթոդ է, դա ուժի կիրառում է եւ կոտրելով մի քանի բան ես կոտրում, շատ բան կոտրվում է, ոնց է, որ Գասպարյանը շատ ավելի չկոտրես, ուղղակի սխմի։ Պրոֆեսիոնալ մասնակից է։ Շնորհակալ։ Ես սովորեմ առանց միկրոֆոնի բարձր խոսել եւ կարողանում եմ ժամերով, այնպես որ էսա։ Չէ, կոտրելով չի եւ մենք մեզ կոտրել են բազմիցս, բայց մենք խելքի չենք եկել։ Կոտրել չի լինի, սովորեցնել նույնպես, մենք նաեւ սովորել ենք շատ, բայց չենք սովորել։ Եվ ես մեկ-մեկ ասում եմ, եկեք ռեալիստ լինենք եւ հիշենք, օրինակ Եկատերինա II փորձնա տեսա, որ այն մարդկային ռեսուրսը, որը կա մեծ Ռուսաստանում, ունակ չի կառուցելու Սանտ Պետերբուրգ, չգիտեմ, ունենալու եվրոպական ճարտարապետություն, կրթություն եւ սկսեց մարդկանց բերել գերմանացիներին ինժեներիայի համար, իտալացիներին էսթետիկայի համար, միգուցե մենք նույնպես ոչ թե բացվենք, որովհետեւ մեզ բացել են զորով, այլ բացվենք այն ուղղությամբ, որը որ էֆեկտիվ է, դրական է, գնանք մեր պատվիրակներով ոչ թե շոփինգ անելու, այլ սովորելու եւ մեզ հետ գալուց բերենք մի քանի խելացի մարդ, վճարելով իրենց այն ինչ պետք է, որովհետեւ լրավճար եւ պարգևավճարներ շռայլվում են, ավելի լավ է տալ գերմանացի ինժեներներին, որպեսզի մեր պաշտպանական համակարգը կառուցեն, մեզ հետ միասին չենք թերագնահատում, բայց օրինակ ես գիտեմ, որ մենք մեր կյանքը շատ սահմանափակ է, այն մոտավորապես 70 տարի է եւ իմ այդ կյանքի մեծ մասը ես չտեսա էֆեկտիվ աշխատանք իմ հողում, իմ սիրելի հողում եւ ես արդեն չեմ ուզում եւս մի շանս տալ մեզ, այսինքն ես կուզեի, որ մենք նաեւ մարդկային ռեսուրսների կառավարման մոտեցում կիրառենք որպես ստրատեգիական խնդիր վերջի վերջո եւ այդ ռեսուրսը սեփական կարողությունները չերիքեցին մեզ, եկեք ընդունենք այդ հանգամանքը եւ եկեք մեծամիտ չվերաբերենք այլոց, թշնամիները ֆիքսված են եւ դարավոր են, բայց այլոք մենք մեծ խոսել ենք կիրգիզներ, ուզբեկներ եւ այն ռուսներ, հիմա արդեն մեծամիտ ենք ռուսների հանդեպ դարձել։ Եկեք մենք մեզ օբյեկտիվ գնահատենք մեր կարողությունները, շնորհակալ լինենք մեր մեծերին, բայց ռեալիստ լինենք եւ հասկանանք, որ մենք այսքանը կարող ենք, այսքանը չենք կարող եւ չենք կարողացել երբեք եւ սկսենք էֆեկտիվ ոչ վնասելով մեզ մեր ինքնությանը, բայց էֆեկտիվ լինել։ Խոսք գնաց կներեք, որ երկար եմ խոսում, որտեղ արդեն ուշացա եւ եկեղեցու մասին մենք հոգեորականների հետ միշտ խոսել ենք, ես միշտ ասել եմ ինչու էքսպորտ չեք անում հայ քրիստոնեությունը, ինչու չեք արտահանում հայ քրիստոնեությունը, մենք քննադատում ենք Եվրոպան, իրենք ունեն շատ լավ, ասենք, հանրային կառավարման համակարգ, բայց քրիստոնեությունը Եվրոպայում անկում է ապրում, եկեք փոխանակվենք, սովորեցնենք իրենց, հիշեցնենք ինչ է քրիստոնյան, ով է նա, ինչպիսին է, եւ դրա փոխարեն վերցնենք շենքերի կառուցման պլանավորման մոտեցումներ եւ այս է մոտեցումը եւ գլոբալիզացիան հենց դրա համար էր, փոխանակման համար եւ ոչ թե գնալու եւ ամենավատ բաները բերելու Հայաստան։ Ես պարզապես արձանագրեմ, որ մեր պատմության մեջ ամենամեծ թռիչքները որպես կանոն եղել են այն կառավարիչների կողմից, որոնք դրսում կրթություն կամ փորձառություն են ձեռք բերել, ինչպես օրինակ Արտաշես առաջինը, որը Սելևկյան զորավար էր, Տիգրան Մեծը, որը Պարթևյան արքունիքում պատանդ էր, Տրդատ առաջինը, որը ընդհանրապես Պարթևյան արքայազն էր եւ այլն, կամ Լուսինյանները, որոնք ֆրանսիացի էին ցակումով եւ Կիպրոսից եկան Կիլիկիան կառավարելու։ Ոստի ձեր ասածը
թեև մի քիչ ֆանտաստիկ կարող է թվա, բայց շատ էլ նույնիսկ իրատեսական է եւ բնականաբար, երբ որ սա հայեցակարգից վերածվի ռազմավարության, կոմպետենցիաների չբավարարվող կոմպետենցիաների խնդիրը իհարկե պետք է շատ սուր դնել։